Բարև ձեզ։ Մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես սաղ առավոտյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղ ժամանում է Հայաստան։ Նախնական տեղեկությունները այն են, որ համատեղ հայտարարությունով են հանդես գալու Արարատ Միրզոյանը, ստորագրվել փաստաթղթեր։ Ինչու է Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն եւ երբ խոսում են այս իշխանությունները հիբրիդային պատերազմի մասին։ Արդյոք սա ուղիղ հիբրիդային պատերազմ չէ Միացյալ Նահանգների եւ հավաքական, այսպես ասենք, արևմուտքի կողմից։ Խնդրեմ։ Գիտեք, հիմա ինչ կասեմ, կապ չունի հայ-ամերիկյան հարաբերությունների հետ, որտեղ ակնհայտորեն վստահ եմ, որ Ռուբիոյի այցը չի նպաստելու Հայաստան-Ամերիկա հարաբերությունների զարգացմանը։ Ռուբիոն Հայաստան գալիս է նույն պատճառով, ինչի համար Հայաստան եկան Եվրոպական համայնքի շուրջ 40 պետությունների ղեկավարներ, նրանց հիմնական առաքելությունը Նիկոլ Փաշինյանի PR-ին նպաստելն է, ակնհայտորեն, սա նույնիսկ հիբրիդային պատերազմ չի, ավելի ուղիղ ասենք, ուղիղ միջամտություն, հա, ինքնիշխան երկրի ներքին գործերին, որովհետև եթե օրինակ Մոսկվայից մենք չենք լսել որևէ հայտարարություն, որը կվկայեր, որ Ռուսաստանի իշխանությունը այստեղ ունի նախապատվություններ, մենք առնվազն ես հիմա կարող եմ վկայակոչել Ֆիդանի հայտարարությունը, Վենսի հայտարարությունը, Մակրոնի հայտարարությունը, վաղ է շարքին կավելանա նաև Ռուբիոն, սա հենց այն է, ինչից մենք զգուշացնում ենք արևմտյան շահագրգիռ կենտրոնների ջանքերով եւ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով Հայաստանը վերածվել է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետի։ Մի խոսքով, եթե շատ հստակ ձևակերպենք, Ռուբիոն գալիս է Փաշինյանին աջակցելու, Փաշինյանի փրկելու։ Եթե մի քիչ ավելի կատակի տանք, Ռուբիոյի այցի հետևանքով Փաշինյանը գուցե չհայտնվի Ծառուկյանի որ ծառույցների վանդակում, բայց ընդհանրապես երաշխավորված չի, որ նա կփրկվի։ Քանի որ այդ թեմայից խոսեցիք, պարոն Սուրենյան, տեսեք, ինչ արեցին իրենք Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, բայց մինչև մենք կանդրադառնանք պարոն Թևանյանի նկատմամբ հետապնդմանը եւ 2 ամսով կանանքի տանելու եւ դրա իրական նպատակներին դուք կանդրադառնաք, առույթներից խոսեցիք, ես տեսանյութը պարոն Ծառուկյանից 1 րոպե լսեք եւ ցույց տամ մեր լսանին հասկանանք ինչի մասին եք խոսում։ Նանդոյի ձերբակալել են։ Ասել են, եթե նրանք ապացեն այսքանի փոթը, դեպուս Թևանյան Անդոն չի թողի երբ հասնիլա, ինձ գիրանք խփի, են հայրենասեր նվիլալա, բոլորը ճանաչում եք գիտեք, նրա մոտեցումներ տեսակետներ։ Ինձ էլ ասում Ծառուկյանն է շպիոն, բայց չգրուպայի շպիոնը։ Ես պատիվ եմ պահանջում, ապացուցեք Ծառուկյանը կանգնի հրապարակ, ասի գնդակարեկին։ Եթե չէ, հիմա իմ ուզածը, որ դուք դիմեք, հաճատեցին լավետի այս որնա, սովորական գործնա, որ Ծառուկյանը չխոսի։ Ուրեմ ասեմ ձեզ, ասում եք Ծառուկյանը դավաճանա, ապացուցի, Ծառուկյանը ասում է հրապարակ կանգնեմ գնդակար է, բայց եթե չես ապացուցում, ուրեմ չեմ ասում իրան գնդակար է, թողյան մտնի մարուկի մոտ, որ կառույցի մոտ։ Դե հիմա ես ըստ էության ասեցի, իսկապես շատ պատկերավոր գեղեցիկ պարոն Ծառուկյանը նկարագրել է ստախոս մարդկանց վերջին հանգրվանը, որը պիտի լինի, ըստ էության ստեղ շատ մեկնաբանելու բանել չկա։ Ընդհանրապես, երբ որ ասում են կառույց, ոչ միայն կոնկրետ կենթանում պիտի նկատի ունենանք, առույցը հայ ժողովրդի հավաքական կերպարն է, որը մեր պետության արմատները շակալի պես կրծողներից պիտի պատասխան պահանջի, ու այդ պատասխանը պահանջվելու է հունիսի 7-ին, այդ պատասխանից Նիկոլ Փաշինյանը չի կարող խուսափել, եթե նույնիսկ Ռուբիոներ կան, Վենսեր կան, Մակրոններ կան, Ֆիդաններ, գլխավոր հովանավորի անունն էլ չասեմ, Ալիևի։ Հետևաբար ես ասում եմ, 8 տարի հայրենագողությամբ զբաղվել, 8 միլիարդ լափել, որտեղ պետական պարտքը մեր այդքանով ավելացել է, բայց մենք որևէ ինֆրաստրուկտուրա կառուցված, որ կենսամակարդակի բարձրացում ժողովրդի, նման բաներ չենք տեսել, հետևաբար ես համարյա վստահաբար պնդում եմ, որ այս իշխանությունը այնպիսի կոռուպցիոն հետագիծ է ունեցել,
Բացի հայրենիքի հետ կապված, անվտանգության հետ կապված խնդիրները, բացի Արցախի կործանումը, նաև նրանք կոնկրետ կոռուպցիոն գործարքների համար պետք է պատասխան տան։ Պարոն Թևանյանի նկատմամբ ինչ է տեղի ունենում, պարոն Սուրենյաց ավելի մանրամասն հայտարարություն ամեն տեսակ դատականից հետո փաստաբաններն էլ ինչ են ներկայացնում, որ մի տեքստի, մի հայտարարություն, մի չգիտեմ, գաղտնի արվիստեր չի եղել, փակ հանդիպման ժամանակ ա եղել այդ ամեն ինչը, խնդրեմ։ Տեսեք, մի հատ օրինաչափություն ասեմ, թող ժողովրդի ինքնուրույն հետևությունների կա։ Մեր հետ կապված վերջին 10 օրում 3 հատ դեպք ա եղել, երբ որ Նիկոլ Փաշինյանը, ընդ որում շատ դեպքերում փողոցային խուժանի բառամթերքով, ինչ-որ բան ա հայտարարել, օրինակ, Նվեր Ծառուկյանի մասին խոսած փողոցային բառապաշարով, հիշում եք են, ամենացածրորակ լեքսիկոնով։ Այդ իր ելույթից անմիջապես հետո գլխավոր դատախազը հանդես եկավ Նվեր Ծառուկյանի մասին հաղորդագրությամբ։ Հետո ըստ էության սեփականության դեմ ոտնձգության մասին հրապարակային հայտարարություն արեց Արադ ցեմենտի մասով, որից 1 ժամ հետո գլխավոր դատախազությունը հայտարարություն արեց։ Նույնը Անդրանիկ Թևանյանի մասին արեց հայտարարություն, որից հետո գլխավոր դատախազությունը հայտարարություն արեց։ Բոլոր դեպքերում գործ ունենք մի հատ օրինաչափության հետ։ Նիկոլ Փաշինյանը բավականին փնթի ձևով փողոցային բառապաշարով ձևավորում է քաղաքական պատվեր, հետո իրավապահ համակարգը վերացված քաղաքական հաշվեհարդարի գործիքի Նիկոլ Փաշինյանի այդ փողոցային բառապաշարին փորձում է իրավական ձևակերպում տալ։ Անմեղության կանխավարկածի ինստիտուտն են ոտնահարում են լիարժեք օբյեկտիվ քննություն իրականացնելու կարևոր սկզբունքը, այսինքն այստեղ իրավական ոչինչ չկա, ակնհայտորեն Անդրանիկ Թևանյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի զոհերից մեկը, ընդ որում այդ նույն օրը ես ուզում սա հատուկ շեշտել, չի թիրախավորվել միայն Անդրանիկը, թիրախավորվել են օրինակ մեր համամասնական ցուցակի առաջի տասնյակի մեկ այլ տեխնացու Մարտուն Գրիգորյանը, որի բնակարանն են խուզարկել, տունն են խուզարկել, գրասենյակը կներեք, մեքենան են խուզարկել, չնայած պատգամավորագործող, բայց արգրավել են հեռախոսը, բացարձակ ապօրինի։ Այսինքն ակնհայտորեն ինքը տեսնում է, որ ԲՀԿ-ի բազմաշերտ, բազմաբովանդակ քարոզարշավը իր պլանները իդերև են արել եւ դրանից հետո ինքը որոշել է քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությամբ շփվել մեր կուսակցության, մեր ընտրաթիմի հետ։ Ես չեմ էլ բացառում, որ իրանց կաբինետներում մտմտում են մեզ ընտրական կամպանիայից ինչ-որ ձևով դուրս թողնելու հարցը, բայց սա չի փրկելու, որովհետեւ ելի եմ կրկնում, մեր օրակարգը բացարձակապես չի երերալու, մենք գնում ենք հունիսի 7-ի իշխանապողության օր դարձնելու։ Թևանյան Անդրանիկի գործի մասով, որ էլի հակիրճ ամփոփում անեմ, քաղաքական հաշվեհարդարի դրսևորումը լուզեր սուտ ասանի որևէ արգումենտ մեր համար համոզիչ չի, մենք ամենայն աջակցություն ենք ցուցաբերում Անդրանիկ Թևանյանին եւ ավելի վճռական ենք լինելու մեր օրակարգը իրականություն դարձնելու հարցում։ Ես ուզում եմ տեղեկացնեմ, որ նույն օրը, երբ որ Անդրանիկ Թևանյանի դատավճիռը պիտի կարդային, կանխորոշված դատավճիռը դատանում պիտի կարդային, նույն ժամերին պարոն Ծառուկյանը մենք բոլորս մի բազմահազարանոց երթ ենք առաջնորդել ամբողջ Կոմիտաս փողոցի տարածքով միջև Մերգելյան ինստիտուտ, որտեղ բոլոր քաղաքալացյալների աջակցության երթ էր սա, հազարավոր մարդիկ երթին էր մասնակցել, հազարավորներն էլ պատուհաններից եւ մեքենաներից ողջունել են մեզ, այսինքն Նիկոլ Փաշինյանի ստերը ոչ միայն մեր համար, այլ հասարակության շատ որակյալ մեծամասնության համար համոզիչ չեն։ Մենք տեսնում ենք այս թուրում շատ կոշտ հայտարարություններ ռուսական կողմից, պարոն Սուրենյան, Մեդվեդևի հայտարարությունները, ըստ էության արդեն կոնկրետ դրված է, դուրս եկեք դե ԵԱՏՄ-ից, մենք տեսանք արդեն գյուղմթերք, խմիչք, ծաղիկներ, բարեբուն իմաստով արտահանման լրջագույն խնդրի առաջ է կանգնած Հայաստանը, կխնդրեմ նախ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին անդրադառնանք, ինչ մեսիջ է դա, եւ հետո նաեւ ինչ է նշանակում
նշանակում, եթե Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ։ Տեսեք, ախր այստեղ իշխանամերձ դատարկագլուխ պսևդո արևմտամետները ասում են, այ տեսեք ռուսները մեզ ինչպիսի շանտաժի են ենթարկում։ Այստեղ շանտաժի մասին խոսք չկա, ես ուզում եմ մեր հասարակությունը շատ լավ գիտակցի։ Ամենևին Ռուսաստանի կամ ռուսների փաստաբանությունը չեմ ստանձնում։ Խոսում եմ քաղաքագիտական եւ դիվանագիտական աքսիոնների լեզվով։ Ուրեմն, որպես կանոն, որևէ պետություն աշխարհում, կլինի դա Հայաստանը, թե որևէ երրորդ պետություն, երկու մաքսային միության անդամ լինել չի կարող։ Հետևաբար Ռուսաստանից ասում են, եղբայր կողնորոշվիր, մենք ուզում ենք, որ դու մնաս ԵԱՏՄ-ում, բայց կողնորոշվեք։ Նաև մեր հասարակությանն են մեզ հասցեագրում, որ վարվող քաղաքականությունը բերելի է շատ ծանր հետևանքների։ Ասում են կողնորոշվեք, հիմա դուք ուզում եք ԵԱՏՄ-ում մնաք, թե գնում եք դեպի ԵՄ։ Եթե Հայաստանում են տխրահարճակ օրենք ընդունված չլներ, նման սրությամբ Մոսկվայից հարցը չէին դնի։ Վստահ եղեք։ Եթե մենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական PR-ը սպասարկելու համար այդ եվրոբյուրոկրատիային չբերենք լստենք Երևան ընտրությունների նախաշեմին, դա էլ հակառուսական ստրիպտիզի պատճառ չդառնար։ Էլի նման կոշտությամբ Մոսկվայում այս հայտարարությունները չէին հնչի։ Հիմա ինչից են նեղացած։ Այ լուզերներ, եթե իսկապես Հայաստանը Եվրամիության ուղղությամբ եք տանում, պատասխանատվությունը ստանձնեք քաղաքականության, ժողովրդին բացատրեք, ինչ հետևանքներ են մեզ սպասվում, ես կարող եմ թիվ նշել։ Ըստ մասնագետների կանխատեսումների, եթե մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք կամ մեզ դուրս տնեն, Հայաստանը կրելու է 5 միլիարդ դոլարի վնաս։ Ո՞վ այդ 5 միլիարդը Հայաստանին տալու։ Այդ ժամանակ տեսնենք, օրինակ Մակրոնը ինչ արտասուքով լեցուն մի հատ գրառում կանի X բլոկում, բայց վերջում չի մոռանա նշել, որ Ֆրանսիայի բյուջեն նեղությունների մեջ է, մեզ 5 միլիարդը տալ չեն կարող։ Նույնը մնացած կուրատորները Փաշինյանի։ Հիմա ասում եք ինչ հետևանքներ կունենա։ Ակնհայտորեն հետևանքները շատ լուրջ են լինելու։ Դուք արդեն խոսեցիք մի շարք ապրանքների եւ սննդամթերքի կամ խմիչքի վերադրված արտահամասահմանափակումների մասին։ Ես ասեմ գլխավորը, եթե նրանք որոշեն, որ դու ամբողջովին ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն ես վարում եւ տնտեսական հարաբերությունների փիլիսոփայությունը քո հետ ունեցած պիտի փոխեն, դրա հետևանքով բարձրանալու է գազի գինը շուրջ 3-4 անգամ, որտեվ այն գինը շուկայական, որ Եվրամիության երկրներին իրանք վաճառում են գազը 1000 խորանարդ մետրի համար $600 չի զիջում։ Մեր տնտեսական կայունության միակ գործոնը ռուսական էժան գազն է։ Ռուսական գազի թանկացումը բերելու է տնտեսական կոլապսի, որի հետևանքները ուղղակի մեր հասարակությունը երևի միջև վերջ չի պատկերացնում, որտեղ գտնվում է իշխանության մեդիա տերորի ազդեցության տակ։ Դա բերելու է բիզնեսների կրճատմանը, բիզնեսների կրճատումը բերելու է աշխատատեղերի կրճատմանը, աշխատատեղերի կրճատումը բերելու է աղքատության մակարդակի շեշտակի եւ կտրուկ բարձրացմանը։ Տրանսֆերտներն են կրճատվելու, ինչը կնշանակի, որ էլի կենսամակարդակի անկում ենք ունենալու։ Այսինքն մի հատ խմբի քաղաքական արկածախնդրությունը իշխելու եւ լափելու իրավունքը մեր տնտեսության համար շատ թանկ գին արժենալու, ել չասեմ անվտանգային խնդիրները, այստեղ միայն տնտեսական խնդիրներ չեն, անվտանգային խնդիրներ են առաջանալու, որովհետեւ մենք ռուսական ներկայության թուլացումը բերելու է այն հանգրվանի, որ դու ամբողջովին հայտնվելու ես թուրք-ադրբեջանական ակցիանի մեջ առանց այլընտրանքային անվտանգային երաշխիքների։ Այս վտանգները հայ ժողովուրդը հասկանում է եւ ի վերջո Ռուսաստանը հիմա արդեն հողի վրա նայած որտեղ սահմանափակումներով ցույց է տալիս վերաբերում կարող է էլ ավելի այսպես ասենք Այո։ ընտրություններ կոչտացնել եւ ինչպիսի քայլեր։
եկեք ես խրոն թայմինգը ռուսական էլիտայի փոխարեն չորոշեմ, որովհետև այնտեղ բյուրոկրատական պրոցեդուրաներ էլ կան, ինքնին հասկանալի է, չէ, որ մի երկիր ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս չի տրվում, ինչ-որ ժամանակ է տրամադրվում, որպեսզի քաղաքականություն վերանայվի, ինչ-որ սանկցիաներ են կիրառվում, որոնք հետո կարող են խստացվել կամ չեղարկվել, բայց որ Նիկոլ Փաշինյանի Աստված մի արասը վերընտրության պարագայում մեզ պարնում է առաջին փուլում առևտրային տնտեսական շատ լուրջ պատերազմ Ռուսաստանի հետ, ինչը ահագնանալու է եւ հասնելու է իմ ասած գազի սակագնի բարձրացմանը, այդտեղ կարող եք երկու կարծիք չունենալ, եւ հստակ մարդիկ շատ པարզ, հələ Մեդվեդևին թողենք, որը հաճախ ասուր խոսքով աշկին գնում, այնտեղ շատ ավելի Հայաստանի հետ շփվող եւ շատ ավելի դիվանագիտական ու կոռեկտ բառապաշար ունեցող գործիչներ են մեզ զգուշացրել շատ վտանգավոր հետևանքների մասին եւ այս կարող եմ թվել Օվերչուկ փոխվարչապետ, Վոլոդին, Պետդումայի խոսնակ, Պեսկով, նախագահի մամուլի քարտուղար, նախարար Լավրով, ի վերջո եկեք չմոռանանք, որ ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպման հրապարակային մասում Եվ մայիսի 9-ին ասուլիսում Վլադիմիր Պուտինը շատ մանրամասն նկարագրել է այն տնտեսական հետևանքները, որ ինչին կարող ենք հանգել Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության շարունակականության դեպքում։ Հետևաբար, եթե մեր հասարակությունը չի ուզում անվտանգային եւ կյանքի որակի հետ կապված այս խնդիրներին բախվի, այս խնդիրներին, 7-ին ամսի 7-ին պետք է մերժի Նիկոլ Փաշինյանին։ Նրա արկածախնդիր քաղաքականության կասեցման միակ գրավականն ու երաշխիքը դա է, որտեվ Մոսկվայում ակնհայտորեն նաև այլ բան են հասկացնում, որ Նիկոլ Փաշինյանի արդյունքներին այլևս չեն հավատում։ Եթե նույնիսկ 2-3 օր սրելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար տարբեր տեղերում ասում է Պուտինի իմ ընկերն է, Ռուսաստանի վարչապետի իմ ընկերն է, չէ, փորձում է տպավորություն ստեղծել, որտեղ ինքը մտավախություն ունի, որ հասարակությունը աշնանաբար իր մաշկի վրա զգալու է նոր իրավիճակի դառնությունը եւ հասարակությանը պարբերաբար կտերա տալիս, որ Մոսկվայի մեզ հրաշալի հարաբերություններ ունեմ, ամեն ինչ կկարգավորենք եւ այլն։ Բացարձակապես սուտ է Մոսկվայից վերջին օրերին եկող ազդակները եւ իրական քաղաքականությունը լրիվ այլ բանի մասին է խոսում։ Քարոզարշավի շրջանակներում մենք տեսանք վերջերս Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, կարճ տեսանյութ գնայինք այդ մասով եւս։ Գիտեք, չէ, մի քանի շրջաններ կան, բայց մի հատ սրան անդրադառնանք։ Բոլոր դեպքերում սա այսօրվա Հայաստանի եւ իմ ու մեր քաղաքական գործունեության առանցքն է, որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին ես կհեռանամ, սուս առանցքը նարտելու, բայց Գիտեք, Նիկոլ Փաշինյանը երկիրը վերածել է բանտի։ Այսինքն ցանկացած մեկը, որ իր այդ անհամաձայնությունը հայտնում, որում պարտադիր էլ չի այդ մեկը քաղաքական գործիչ լինի, անմիջապես թիրախավորում է։ Հիշենք բժշկու, գինեկոլոգ բժշկու դեպքը, հիշենք այն պապիկի դեպքը, որը իր զոհված թորան գործի քննության ճակատագրից ուզում էր հարցներ, բերանը փակեցին, հեռացրին։ Հիշենք արցախցի կնոջ դեպքը, որին Նիկոլ Փաշինյանը պիտակավորեց եւ թիրախավորեց մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Հիշենք Արթուր Օսիպյանի դեպքը, անկախ նրանից, որ երիտասարդի արցախյան գործնեության վերաբերյալ ես հրապարակային վերապահումներ եմ հայտնել, բայց այս դեպքը ակնհայտորեն Արթուր Օսիպյանը դարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական քինախնդրության եւ ուրեմն հաշվի արդարի զոհը։ Եվ նոր խոսում ենք Թևանյան Անդրանիկի դեպքի մասին։ Այսինքն ինքը երկիրը վերածել է համակենտրոնացման ճամբարի։ Համակենտրոնացման ճամբարում բունդեր չեն լինում։ Ինքը շատ լավ հասկանում է։ Բռնություններն ու ռեպրեսիաները մի արա,
օրենքների անտեսպամբ Քարոզ Արշավի մի գնա, այդքան մեծ ոստիկանական եւ ամտանգային պահակախմբով, ընդամենը 10 րոպեում կհամոզվես, Նիկոլ, որ հասարակության մեծ մասը շատ կոնկրետ քեզ ասում է հեռացիր շատ ավելի կոպիտ բառով։ Հետևաբար, մի հեքիաթներ պատմի, Բագրատ Սրբազանի շարժման առաջին օրը դու պիտի համոզված լինեիր, որ հայ ժողովրդի բովանդակ մեծամասնությունը տենչում է քո հեռացման մասին։ Դու էլ երկրում կարողանում ես պատտվել կալանավորի կարգավիճակով։ Երբ որ ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին A կետից B կետը ոնց են տանում, աշկից գալիս է այն, երբ որ կալանավորին կանվոյով տանում են Բերդից դատարան ու հակառակը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այնքան է մերժված ժողովրդի կողմից, որ անգամ վարչապետի կարգավիճակում էլիտար կալանավորի դերում է հայտնվել։ Բանտային ռեժիմը վերացրու ու շատ արագ կհամոզվես, որ դու աջակիցներ չունես։ Հայ գյուղացիացած 100,000 ծաղիկներ փչանում են արդեն ջերմոցներում։ Հայ գյուղացին թո հետևություններ անի։ Սա իմիջիալոց ստեղ մի բան ասեմ, փորձում են ընդդիմության գրպանը գցեն։ Դուք որտեղ եք տեսել, որ որևէ երկրի ընդդիմություն կարողանա գերտերության քաղաքականության վրա ազդել։ Չկա նման բան։ Դա հեքիաթ է։ Բոլոր նորմալ երկրներում վարվող քաղաքականության հետևանքների համար բացառապես այդ երկրի կառավարությունն է մեղավոր։ Դուք պատկերացնում եք հանկարծ Գերմանիայում, օրինակ կանցլեր Մերցը հանկարծ իրանց ընդդիմությանը մեղադրի, որ մեկ այլ երկիր ինչ-որ սանկցիա է կիրառել բանի դեմ, Գերմանիայի դեմ։ Մի հատ էլ մարզպ կա, տեսեք, եվրոպացի կուրատորները արևմտյան մեզ մղում են, որ մեզ դրդում են, որպեսզի թշնամական քաղաքականություն վարենք Ռուսաստանի, Բելարուսի, ԵԱՏՄ-ի այլ գործընկերների նկատմամբ։ Բայց իրանք ուղիներ են փնտրում Ռուսաստանի ու Եվրոպայի հետ իրանց հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Նույն Մակրոնը Նիկոլ Փաշինյանին խրախուսում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մեզ կրկի ռուսական շպիոն անունով, բայց ինքը դեսանտ ուղարկում Մոսկվա Պուտինի հետ դիալոգ սկսելու նպատակով։ Ինքը ակնհայտորեն փորձում է նույնիսկ Բելարուսի հետ իր հարաբերությունները կարգավորել, մեր արևմտամետների, պսևդո արևմտամետների համար մի հատ շատ վատ լուր հայտնեմ։ Օրինակ երեք Մակրոնը զանգահարել է Լուկաշենկոին եւ ինչքան պաշտոնական տարածված հաղորդագրություններից կարողանում ենք հետևության գալ, Մակրոնը եւ եվրոպական մյուս լիդերները փորձում են Լուկաշենկոյի հետ հարաբերությունների կարգավորման եզրեր գտնել։ Հիմա այս հարց եմ տալիս։ Հայ ժողովրդին այս հարցը ուղղված։ Տեսնում եք, որ մեզ արհեստականորեն տրամադրում են Ռուսաստանի եւ Բելարուսի հետ, բայց իրենք ուղակի եւ անուղակի մեծ ջանքեր են թափում այդ երկրների հետ հարաբերություններում արկա ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։ Նույն Արտուր Օսիպյանի հետ կապված միջադեպներ։ Արտուր Օսիպյանն է, բանանչի աննասումն է։ Չստեղ մի հատ աբսուրդ կա։ Ցանկացած ցիվիլ երկրի ղեկավար եւ կառավարություն պիտի պատասխանատու լինեն սեփական քաղաքացիների կյանքի եւ անվտանգության համար։ Այսինքն նրանց ջանքերը պիտի ուղղված լինի առավելապես նրան, որ իրենց քաղաքացիները անվտանգ, խաղաղ եւ բարեկեցիկ ապրեն։ Եվ ոչ թե քաղաքացու վրա մունատ գան, որ քաղաքացին
չի նահատակվել կամ չի սպանվել կամ չի մեռել։ Այս հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը բացահայտում է իր հոգեվիճակը, այսինքն մատնում է իր կերպարը, որը վաղուց մեր հասարակության մեծամասնությանը հայտնի է։ Ինքը մավան եւ արյան վարչապետ է։ Ինքը մավան խորհրդանիշ է։ Սիրելի հայրենակիցներ, ընտրեք մի ղեկավարի, որը մավան եւ արյան հետ չի ասոցացվում։ Քանի նման ղեկավարի չեք ընտրի, Նիկոլ Փաշինյանը ողջ մնացած ցանկացած հայի այս արտահայտությամբ թիրախավորելու է, որովհետև քանի մեկ ողջ հայ կա, իր հանցագործությունների վկա կա։ Ինքը ողջ մնացած հայությունից վրեժ է լուծում, որտեղ մենք բոլորս իր հանցագործությունների վկաներն ենք։ Բայց նաև բոլորն էլ հարցնել են տալի, բա դու, բա քո մասին խոսի, բա քո կպարը։ Մենք դե պարոն Ծառուկյանը ճիշտ է պատասխանը։ Մենք ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հումանիստ ենք եւ գնդակահարելու կամ մեռնելու մասին չենք խոսում, ասում ենք ցանկացած ստի պարագայում առերեսվելու ես ворց առույցների հետ։ Եվ պարոն Սուրենյանց այսօր Բաքվում խոստանվող Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Պարոն Վարդանյանը ուղերձ է եղել, մի մեջբերում անեմ, Քաջնազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին, Բաքվի բանտից եղած ուղերձում ասել է Ռուբեն Վարդանյանը եւ իհարկե զգուշացրել նաեւ, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանին մեծ պատիժ է սպասվում։ Խնդրեմ։ Ռուբեն Վարդանյանի ասածները հաստատում եմ, ըստ էության իմ ամբողջ ասուլիսը դրա մասին էր։ Նախ առիթ օգտագործում եմ եւ ջերմորեն շնորհավորում եմ Ռուբենին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Նրան մաղթում եմ շուտապույտ ազատություն, ամուր կամք, չնայած իմ մաղթանքների էլ այդ ամուր կամքը Ռուբեն Վարդանյանը ունի եւ հատկապես գերեվարության 3-4 տարիների ընթացքում անխոճ ապացուցել է դա։ Նրա հարազատներին համբերություն եմ մաղթում, իսկ գնահատականի մասին Ռուբեն Վարդանյանի ասացին շատ բան չունեմ ավելացնել, ուղղակի ես ուզում եմ մի արձանագրում անեմ։ Ռուբեն Վարդանյանը օտարի թշնամական բանտում գերեվարված այդ հայորդին իր կամքով, ոգով, իդեալներով, երազանքներով, նպատակներով շատ ավելի ազատ է, քան Նիկոլին ու իր բոլոր իսրապարկերը միասին վերցրած։ Բայց մենք ամեն դեպքում անելիք ունենք այս մարդկանց։ Մենք անելիք ունենք, ուրեմն տեսեք, էլի ստեղ իլյուզիաներին չտրվեք։ Երբ որ մարդը հաստատված խաղաղության մասին է խոսում, անտեսելով են փաստը, որ մենք գերեվարված առնվազն 2-3 տասնյակ եղբայրներ ունենք Բաքվի բանտերում, ուրեմն իր մտքի մեջ ինքը Ալիևի հետ տորգերում այս մարդկանց արդեն զոհաբերել է։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք այս մարդկանց րոպե առաջ վերադարձը մեր իրենց ընտանիքներ, երկու բան պետք է անենք էլի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել եւ խաղաղության գործընթացը ազդեցիկ երաշխավոր պետություններով եւ նրանց երաշխիքներով ամրապնդել, որտեվ առանց ազդեցիկ միջազգային երաշխիքների պարզ է, չէ՞ որ այս մարդկանցից որևէ մեկը տուն չի վերադառնալու։ Դրա համար ասում եմ դա բնականաբար ես ուզում եմ արդից օգտվել, ասել, որ Ռուբեն Վարդանյանը նաև պարոն Ծառուկյանին կերնա, այս ընտրաշավի ընթացքում պարոն Ծառուկյանը 2-3 անգամ առիթ ունեցել է այս թեմային անդրադառնա, մեր քաղաքական ուժի դիրքորոշումն է, որ միջև Բաքվից չվերադառնա վերջին հայ ռազմագերին, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Եվ պարոն Սուրենյանց վերջին հարց Եվրոպահադանը վերջերս դրա մասին ևս մեկ անգամ խոսեց, այդ պետական պարտքը, որ իրանք 8 միլիարդ թող ավելացրել են, ըստ էության դա մսխված գումարներ է, պարզվելու է թե ոնց է։ Կոռուպցիոն գործարքներում մսխված գումարներ է։ Մենակ այդ 8 միլիարդը չի, ուրեմն դրանք գումարեք նաև անիֆի կոռուպցիոն սկանդալները, դրանք Այն հարցն է, ֆիքսել եք Սուրենյանց կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, որը ունի ցանում է,
Որովհետև այդտեղ շատ հետաքրքիր կոռուպցիոն սխեմաներն են բացահայտվում, եթե դրանք կան, եթե դրանք սահմանափակվեին միայն Ավինյանով, հիմա վաղուց Ավինյանը բռնված չէ կլներ, կամ առնվազն պաշտոնանկ եղած կլներ, ուրեմն դրանք դեպի ավելի վերև են գնում։ Ուրեմն Անիֆի փողերը, Հայաստան համահայկական հիմնադրամի այն գումարները, որ պատերազմի ժամանակ չգիտես ինչ եղան, այդ 8 միլիարդը կոռուպցիոն, քաղաքական կոռուպցիայի դրսևորում հանդիսացող պարգևավճարները կլորիկ, որ Բարսաշյան պաշտոնյաներն են սրանում, սրանք բոլորը ահագնացող եւ ցինիկ կոռուպցիայի մասին են, եւ նախկինների թալանից խոսող Նիկոլ Փաշինյանը շատ լավ թող գիտակցի, որ իշխանափոխությունից անմիջապես հետո այս բոլոր դրվագները դառնալու են մարզնին քննարկման առարկա, մեղավորները պատժվելու են, այս գումարները վերադարձվելու են պետբյուջե, իրանք ի շրջանից յուր են լինելու, վերադառնալու են իրանց նախահեղափոխական հայտնի կյանքին, եւ բացի այդ, ես մի անգամ պնդում արել եմ, հիմա ուզում եմ կրկնել, ես գրեթե համոզված եմ, որ այս իշխանությունը երրորդ հանրապետության ամենակոռումպացված ռեժիմն է։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։